Վրաստանում երրորդյա կատաղի ցույցերից հետո երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խիստ պատիժ է խոստացել ցուցարարներին եւ այդ ցույցերը կազմակերպողներին։ Ընդդիմության արդեն 5 առաջնորդ է ձերբակալվել Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության, իշխանության տապալման կոչերի, բռնության խմբակային գործողություններ կազմակերպելու մեղադրանքով։ Ընդդիմադիր առաջնորդներին սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում։ Վրաստանում իրավիճակը թեժացել է հոկտեմբերի 4-ից, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ Իշխող վրացական երազանքը ստացել է քվեների ավելի քան 70%-ը։ Ընտրության արդյունքները հրապարակվելուց անմիջապես հետո ընդդիմադիր կուսակցությունների աջակիցները սկսել են անկարգություններ Թբիլիսիում։ Ցուցարարների մի խումբ ներխուժել է նախագահական պալատի տարածք Եվրամիության, Ուկրաինայի եւ Վրաստանի դրոշներով։ Ընդդիմադիր գործիչները հայտարարել էին խաղաղ հեղափոխությամբ վրացական երազանք կուսակցությանը հեռացնելու իրենց մտադրության մասին։ Բախումներ էին սկսվել ցուցարարների ու ոստիկանների միջև։ Ցուցարարները բարիկադներ էին ջարդել, սրճարան հրկիզել, ոստիկանությունը պատասխանել էր արդյունքաբեր գազով, ջրցան մեքենաներով։ 2 տասնյակից ավելի ոստիկան, 6 ցուցարար է վիրավորվել, եւս 30 մարդ տեղում է բուժօգնություն ստացել։ Սա միայն պաշտոնական տվյալով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրամիության դեսպանին է մեղադրել երկրում անկարգությունների, սահմանադրական կարգը տապալելու փորձերին աջակցելու համար։ Նաև Թբիլիսիի վերընտրված քաղաքապետ Կախակալաձեն է Վրաստանում տեղի ունեցող անկարգություններում եվրոպացի քաղաքական գործիչների ձեռագիրը տեսնում։ Նրա պնդմամբ Եվրոպան ոչ միայն աջակցում է Վրաստանում տեղի ունեցող փոփոխություններին, այլև ֆինանսավորում է երկիրը բևեռացնելու համար։ Վրաստանում տեղի ունեցող բոլոր անկարգությունները արտաքին ուժերի կողմից կազմակերպված գործընթաց է։ Հանրությունը սա շատ լավ է գիտակցում։ Վրաց ժողովուրդը մանրակրկիտ վերլուծել եւ հասկացել է, թե ինչ է կատարվում, ով ինչ քաղաքական շահեր ունի մեր երկրում։ Իսկ ընտրությունների արդյունքը վրաց ժողովրդի արձագանքն է եվրոպական բյուրոկրատական ագրեսորներին։ Կախակալաձեն գրեթե 74% ձայն է ստացել ընտրությունների արդյունքում։ Չի ուշացել Եվրոպայի արձագանքը։ Կոչ ենք անում հանգստություն եւ զսպվածություն դրսեւորել հետընտրական շրջանում, հորդորում են կառավարությանը հարգել քաղաքացիների, հավաքների եւ խոսքի ազատության իրավունքը։ Անհրաժեշտ է կառուցողական եւ համընդգրկուն երկխոսություն բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Վրաստանի ընդդիմությունը դեռ անցյալ տարվանից է մեղադրում իշխանությանը արտաքին քաղաքականության վեկտորը դեպի Ռուսաստան թեքելու համար։ Մարիամ Ամերջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։